Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով, հայտնել են քննչական կոմիտեից։ Ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որին Արտաշատի ոստիկանության պահպան վայրից մայիսի 16-ին էին տեղափոխել կենտրոն հոգեկան առողջության խնդիրների պատճառով։ Նախընտրական պաստառ պոկելու վարույթի շրջանակներում վերջինիս դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ։ Տեղափոխվելուց ընդամենը ժամեր անց Հովհաննիսյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթելով արդյունավետ գործունեություն եւ հետագա հաջողություններ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իրանը հաղթող կողմ է եւ նա է որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները, հայտարարել է իրանցի խորհրդարանական Մոհամմեդ Սալեհը։ Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի ղեկավարը Մեհր լրատվական գործակալության հետ հարցազրույցում ընդգծել է, որ 10 կետանոց ծրագիրը կարմիր գիծ է Իսլամական Հանրապետության համար։ Պայմանները թելադրում է մարտադաշտում հաղթած երկիրը, այլ ոչ թե ձախողած, իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկիրը։ Հետեւաբար ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է Սալեհը։ 3 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել Մոսկվայի եւ Մերձ Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ 2 մարդ զոհվել է Պոգորելկի Միտիշիի գյուղում կառուցվող տան մեջ ԱԹՍ-ի բեկորների հայտնվելու հետևանքով։ Մոսկվայի նավթավերամշակման գործարանում էլ շինարարներն են վիրավորվել, վնասվել է նաեւ 3 տուն, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մոսկվայի մարզի Սուբուտինո գյուղում ԱԹՍ-ը ինքնելու հետևանքով տունը հրդեհվել է, հայտնել է Մեծ Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վարաբյովը։ Իստրայում ԱԹՍ-ն վնասել է 5 տուն, կա 4 տուժած, եւս մեկ ԱԹՍ Կրասնոգրասկում հարվածել է բնակելի շենքի։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են շուրջ 556 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի բեկորներ են ընկել նաեւ Շերեմետևո օդանավակայանի տարածքում։ Այսօր անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք, հայտնել է Լատվիայի զինված ուժերը։ Միջադեպի պատճառով օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ուժերի կորսանիչները։ Իտալիայի Մոդենա քաղաքում մեքենան 100 կմ/ժ արագությամբ վրայի երթի է ենթարկել մի քանի մարդու, վիրավորվել է 7 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծանր է։ Մեկ կին ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, մյուսը կորցրել 2 ոտքերը։ Վարորդը փորձել է փախչել, սակայն նրան կանգնեցրել են անցորդները։ Քննության տվյալներով Սալմ Կուդրին գործել է դիտավորյալ։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ նա 2022 թվականից գտնվել է հսկողության տակ հոգեկան խնդիրների, այդ թվում շիզոֆրենիայի պատճառով։ Իտալական իշխանությունները դեպքը դեռ չեն որակել որպես ահաբեկչություն, իսկ երկրի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնել է, որ հետևում է հետաքննությանը։ Իսպանիայի Վալենսիայի հանրակրթական դպրոցների ուսուցիչները անժամկետ գործադուլ են իրականացնում, բողոքելով գերծանրաբեռնված դասարաններից, աշխատավարձներից եւ աշխատանքային պայմաններից։ Մեծաթիվ ծնողներ սակայն կանգնել են ուսուցիչների կողքին, պահանջելով իշխանություններից ուշադրություն դարձնել չափազանց կարևոր խնդրին։ Ուսուցիչները պահանջում են նվազեցնել անմարդկային աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները, նշելով, որ աշակերտներն իրենց պահում են անհարգալից եւ աշակերտին ոչ վայել։ Դրան զուգահեռ աշխատավարձները չեն բարձրացվել դեռևս 2010 թվականից։ Լրացուցիչ պահանջները ներառում են 2024 թվականի դանաջրհեղեղից հետո դպրոցների վերականգնման արագացում, անձնակազմի համալրում եւ վալենսիերենի խթանում։ Նշենք, որ Վալենսիան ինքնավար համայնք է Իսպանիայի թագավորությունում։ Չնայած այնտեղ հիմնական լեզուն իսպաներենն է, տեղացիները շարունակում են առօրյայում խոսել վալենսիերեն, ինչը երբեմն խնդիր է դառնում հաղորդակցման համար։ Բողոքի ցույցեր են նաև Լոնդոնում, հազարավոր մարդիկ միանգամից 2 բողոքի ակցիա են իրականացնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ երթով շարժվել են Լոնդոնի կենտրոնով, տանելով Սուրբ Գեորգիի եւ Union Jack-ի խաչով դրոշներ, ինչպես նաև փայտե խաչեր, որպես Թոմի Ռոբինսոնի կազմակերպած ազգայնական հակամիգրացիոն հանրահավաքի մաս։ Բողոքի ցույցերը սկսվել են դեռ 3, բրիտանական ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է լայնածավալ անվտանգության գործողություն, փողոցներում տեղակայելով շուրջ 4000 ոստիկան, ինչպես նաև կիրառելով դրոններ, ուղղաթիռներ եւ հեծյալ ուժեր,
հնարավոր բախումները կանխելու համար։ Չնայած այս ամենին, վերջին տվյալներով ձերբակալվել է 43 մարդ։ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ բերման ենթարկվածների մի մասը կասկածվում է հասարակական կարգը խախտելու, բռնության կոչերի եւ ատելության խոսքի տարածման համար։ Երկու ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 80,000 մարդ։ Ակցիաներից մեկն անցեկացվում աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնի գլխավորությամբ, որը դեմ է իշխանությունների միգրացիոն քաղաքականությանը։ Մյուսը կազմակերպվել է ի պաշտպանություն Պաղեստինի եւ ցուցարարները պահանջում են կրակի դադարեցում Գազայում։ Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սարմերը քննադատել էր հավաքվածներին, մեղադրելով դեմոնստրանտներին ատելություն եւ պառակտում սերմանելու համար։ Բողոքի ցույցերը տեղի են ունենում կառավարության մի շարք անդամների հրաժարականի եւ Սարմերի հրաժարականը պահանջելու ֆոնին։